Պարոն Հարապետյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, ավանդույթի համաձայն ամեն երկուշաբթի սկսում ենք մեր տաղավարի ծեր եթերով, խոսելով կարևոր թեմաների մասին։ Եվ այսպես առավոտը բացվեց եւ հայտնի դարձավ համապատրաստից Հայաստանի արտգործնախարարություն հայտարարություն տարածեց, որ Հայաստան է ժամանում պետքարտուղար Միացյալ Նահանգների Մարկո Ռուբիոն։ Ըստ էության կոնկրետ հիբրիդային պատերազմը Միացյալ Նահանգները արևմուտքը իրականացնում են Հայաստանի դեմ։ Հիմա պետք է խնդրեմ դուք մանրամասներ ներկայացնեք, քանի որ իրապես չկա բաց շատ ինֆորմացիա, թե նպատակը գալու որն է, միայն հայտնի է, որ գալու է համատեղ հայտարարություն եւ փաստաթղթեր ստորագրել։ Ինչու է գալիս ըստ ձեզ, ինչ զարգացումներ են սպասվում, համեցեք։ Նախ պաշտոնական որոշ հաղորդագրություն բացի արտգործնախարարության այդ հաղորդագրությունից, որ ժամանելու է, ոչինչ չկա։ Նման հանկարծակի ոչ պլանավորած ոչ ավել ոչ պակաս ԱՄՆ-ի իր քաղաքական կշռով երկրորդ, երրորդ դեմքը Մարկո Ռուբիոն ժամանում է Հայաստան, այսինքն ինչ հրատապություն կա։ Հրատապություն առաջին կարող է հրատապությունը պայմանավորված լինել Միացյալ Նահանգների ինչ-ինչ ծրագրերից, երկրորդ մեր ընտրությունների նախաշեմին փաստացի Միացյալ Նահանգների համապատասխան կառույցները ևս իրազեկեն, որ Փաշինյանի իրական վարկանիշը շրիշակից ներքև է եւ 101%-ով Փաշինյանը ընտրություններում պարտվելու է։ Այսինքն մինչև պլան B, պլան G-ին անցնելը, այն է երկրում արտակարգ իրավիճակ մտցնելը, ներքաղաքական լուրջ ճգնաժամի առկայության պայմաններում հետաձգել ընտրությունները կամ հայ-ադրբեջանական սահմանի դեպքերի, կրակոցների առկայության պայմաններում ռազմական դրություն մտցնելը եւս հետաձգել, այս մինչև այս տարբերակներին անցնելը այնուամենայնիվ փորձ է արվում Փաշինյանի վարկանիշը բարձրացնել։ Բայց ես կարծում եմ կա եւս մեկ իրական պատճառ, իսկ այդ իրական պատճառը ուղղակիորեն Միացյալ Նահանգներ Իրան հակամարտության ներկա փուլում այն պայմանավորվածությունների մասն է խոսում, որ ունեն Իրանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները եւ որում ամենայն հավանականությամբ եթե այդ պայմանավորվածությունները կյանքի կոչեն, ապա սկզբունքորեն Միացյալ Նահանգները իր Տրամպի ուղով միասին սիրով այս տարածաշրջանից դուրս է գալու։ Ուստի եւ կարծում եմ, որ ԱՄՆ-ի համար կարեւոր է այդ Տրամպի ուղու վրա հսկողություն ունենալը, կյանքի կոչելը եւ այլն, եւ որոշակի կանխարգելիչ քայլերի համար, այսինքն միգուցե այդ պայմանագրի հետ կապված ավելի խիստ Հայաստանին պարտավորեցնող, չբացառելով Ադրբեջանին պարտավորեցնող նոր դրույթներ, նոր կետեր, նոր պայմանավորվածություններ ձեռք բերեն, որպեսզի Իրանի համար ապագայում մոտ ապագայում շատ դժվար լինի Հայաստանի եւ Ադրբեջանի վրա ճնշումներ իրականացնելով փորձ անել ձախողել այդ ծրագիրը, այն է Տրամպի ուղին։ Եթե իր գալը կապված է նաեւ ԱՄՆ-ի Իրան հնարավոր հուշագրի ստորագրման հետ, ապա այստեղ որոշակի տրամաբանություն կա։ Եվ տրամաբանությունը հուշում է հետեւյալի մասին։ Մասնավորապես երեք Իրանում Ալ Ջազիրայի թղթակից Ալի Հաշեմը ներկայացրել է փոխըմբռնման հուշագրի, որը պետք է ստորագրվի ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ, մեզ դրսողների ուշադրություն հրավիրում եմ նաեւ այն փաստի վրա, որ այստեղ Իսրայելը ընդհանրապես չկա։ Այսինքն Իրանի հետ հարաբերությունների վերջնական փուլում ցանկացած պայմանավորվածության ժամանակ Իսրայելի ներկայացուցիչը չկա։ Սա նշանակում է, որ Իսրայելը այն պետությունները, որ ցանկանում էր ռազմական գործողությունները մինչև վերջ տանել, ներքաշելով ԱՄՆ-ին ամբողջովին այդ երկրի համար, ԱՄՆ-ի համար ոչ ցանկալի հակամարտության մեջ, փաստորեն ԱՄՆ-ը որոշակի առումով հետքայլ է արել եւ հիմա Իրանի հետ ինքն է ամիջապես ձեռք բերում պայմանավորվածությունը եւս ուրեմն Ալի Հաշեմը ներկայացնել է հուշագրի վերջնական նախագծի ենթադրյալ դրույթները
ասենք որոնք են այդ դրույթները։ Ուրեմն տարածաշրջանային պատերազմի ավարտը բոլոր ուղղություններով, ներառյալ Լիբանան, սա Իրանի պահանջն է, այդ թվում նաև Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման հետ կապված։ Կարող ենք ասել, սա Իրանի հաջողությունն է։ Երկրորդ, Իրանի սառեցված մի քանի միլիարդ դոլարի ակտիվների ապաշրջափակում։ Ակնհայտ է, որ սա ևս խոսում է Իրանի շահի սպասարկման վերաբերյալ կոնկրետ կետ, քանզի շահի ժամանակից սկսած այդ ակտիվների, սառեցված ակտիվների վերադարձը իհարկե Իրանի շահերից է բխում։ Երրորդ, ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակման վերացումը եւ Հորմուզի նեղուցի բացումը իրանական վերահսկողության պայմաններում։ Կարծես թե այս երրորդ կետն էլ ոչ թե կարծես թե, այլ բացահայտ սա եւս սպասարկում է ԱՄՆ-ի համար ոչ ցանկալի Իրանի շահը, քանզի ԱՄՆ Հորմուզի նեղուցի արտաքին շրջափակումը վերացնում է մեկ, երկրորդ Հորմուզի նեղուցով տանկերների անցումը պայմանավորում է իրանական վերահսկողությամբ։ Ընդ որում այդ վերահսկողություն կոչվածը դրանք վճարներ են, այսինքն Իրանը նեղուցը օգտագործում է ոչ միայն վերահսկողության համար, այլև շահ է ստանում։ Սա ուրեմն 3 պայման, որտեղ Իրանը շահում է։ Հաջորդը Մերձավոր Արևելքից ամերիկյան զորքերի մի մասի դուրս բերում։ Եթե հիշենք, Իրանը եւս բանակցությունների ընթացքում ասում էր, որ գոնե նվազագույնը Պարսից ծոցի երկրներում ամերիկյան բազաներ պետք է չլինեն։ Թե որ երկրներում չպետք է լինեն ամերիկյան բազաներ, դա երմիգուցե պայմանավորվածության արդյունքում կհստակեցվի, բայց որ պահանջ եւ պայմանը բխում է Իրանի Իսլամական Հանրապետության շահերից ակնհայտ է։ 5-րդ կողմերը կունենան 30 օր միջուկային հարցով վերջնական համաձայնության հասնելու համար, որը կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ։ Ակնհայտ է, որ այս 5-րդ կետը եւս հուշագրի բխում է Իրանի շահերից, քանզի ԱՄՆ ասում էր, քանի դեռ 420 կիլոգրամ 60%-անոց հարստացած ուրանը Իրանը չի հանձնել Միացյալ Նահանգներին, իրենք որևէ այլ կետի շուրջ բանակցություններ չեն վարում։ Պարզվում է, որ միջուկային հարցով բանակցությունները պետք է շարունակվեն։ Սա նշանակում է, որ Իրանը դեմ է, որպեսզի հարստացված ուրանը տրվի Միացյալ Նահանգներին, ուղղակի Միացյալ Նահանգները դեմքը փրկելու համար այս կետի վերաբերյալ 30 օր եւս խնդրում են։ Կարող ենք ասել, որ ոչ ռազմական, բայց ԱՄՆ-ի կողմից սա քաղաքական կապիտուլյացիա է։ Հիմա նայենք, եթե սա իրականություն է, ընդ որում ընդունենք լուրջ Ալ Ջազիրա լրատվական գործակալությունը իր ծանրակշիռ եւ քաշային կարգով արաբական աշխարհում գոնե արևմտյան աշխարհի համար համարվում է ամենածանր քաշային կարգ ունեցողը եւ նրա թղթակցի կողմից ԱՄՆ Իրան հնարավոր հուշագրի ստորագրման մանրամասների մասին կետերի թվարկումը, սա խոսում է մեծ հավանականությամբ, որ հենց բանակցությունները գնում են այս կետերի շուրջ եւ ամենայն հավանականությամբ կլինի այն, ինչ ասվում է, չբացառելով, որ մի շաբաթ առաջ Իսրայել են ժամանել թվով 20-ից ավել Միացյալ Նահանգների զինված ուժերի ինքնաթիռներ, որոնք հնարավորություն ունեն երկնքում լիցքավորել ռազմական ինքնաթիռներ, լինեն դրանք կործանիչներ, թե ռմբակոծիչներ։ Այսինքն Իսրայելը տարբեր աղբյուրներով ուներ 14 նման ինքնաթիռ, որը Իսրայելից ինքնաթիռների օդուժի հարձակման դեպքում Իրանի վրա առնվազն մեկ ինքնաթիռը հաշվի առնելով այդ հեռավորությունը կարող է լիցքավորել 4 գործող մարտական խնդիր կատարող ինքնաթիռ։ Ես կարծում եմ հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները, եթե սա իսկապես էս հուշագրի կետերը
այն է ինչի մասին Al Jazeera-ի թղթակիցն է ասում, ապա մեծ հավանականությամբ վտանգվում է Տրամպի ուղին, որտեվ եթե ԱՄՆ Իրանի հետ հարաբերություններում քաղաքական կապիտուլյացիա է ենթարկվում, սա նշանակում է, որ իրապես վտանգ կա, որպեսզի Տրամպի ուղին, որը ԱՄՆ-ի գոնե մեր տարածաշրջանում միակ ոտատեղն էր գործնականում իր շահերի սպասարկման համար, որից պետք է ինքը ընդարձակվեր, տարածվեր դեպի Ադրբեջան, այնուհետև Ադրբեջանի միջոցով Կասպից ծով, Հայաստանի միջոցով ունենալ լծակ նաև Իրանի վրա, սա կարծում եմ Ռուբիոյի համար կամ ԱՄՆ-ի համար ավելի շուտ, այո, իրական վտանգ կա Տրամպի ուղու հետ կապված, սա առաջին, երկրորդ, ինչ որ պայմանագրեր կարող է ստորագրել Հայաստանի հետ, որը դե ինչ որ բան ստորագրեն, ես չեմ կարծում, որ այդ հրատապությունը, ընդ որում նման բարձր մակարդակով այցելությունների մասին, սովորաբար ամիսներ առաջ են կողմերը գոնե հյուրընկալ կողմը իմանում եւ պատրաստվում եւ համապատասխան քարոզություն անում, իսկ այս հրատապությունը նորից եմ ասում, սա առաջին կապված է, կարող է կապված լինել Իրանի հետ, ԱՄՆ-ի քաղաքական կապիտուլյացիայի առնչությամբ Տրամպի ուղու վտանգելու եւ երկրորդ Փաշինյան Նիկոլի, ինչպես ասում են, շրիշակից ներքև վարկանիշի եւ որի վերաբերյալ ԱՄՆ հատուկ ծառայությունները վստահաբար գիտեն։ Այսինքն այնուամենայնիվ իրավիճակը փրկելու խնդիր կա, հաշվի առնելով որ ԱՄՆ-ի շահերը այո մեր տարածաշրջանում սպասարկող պետությունը եւ պետության վարչակազմը դա Հայաստանն է եւ Փաշինյան Նիկոլն է։ Ես կարծում եմ դա է, իսկ թե ինչ կստորագրվի, դուք պատկերացեք ԱՄՆ-ի հետ ինչ բանակցություններ է գնացել, ինչ որ բաներ ստորագրելու, օրինակ տնտեսական մենք լսել ենք, ասենք նախարարություններ աշխատել են Հայաստանի եւ ԱՄՆ-ի, ինչ որ նախարարություններ, բանակցություններ ինչ-ինչ թեմաների շուրջ, չի եղել, չէ՞ նման բան։ Կամ մասնավոր ընկերություններ եղել են, չի եղել, ռազմական համագործակցության հետ կապված ինչ որ աշխատանքներ մասնագիտական խմբերի միջև եղել են, չեն եղել։ Հետևաբար ինչ որ բաներ ստորագրել, դա ես կարծում եմ, քանի որ աշխատանքային խմբեր չեն աշխատել, իսկ ԱՄՆ-ի հետ ցանկացած այլ պետության կողմից ստորագրող փաստաթղթից առաջ շաբաթներ, ամիսներ, միգուցե տարիներ երկկողմանի աշխատանք է գնում։ Հայաստանը ԱՄՆ-ի հետ ինչ աշխատանք է տարել կամ ԱՄՆ Հայաստանի մասնագիտական խմբերով, որ վերջնարդյունքում հիմա պետք քարտուղարի գալու է Հայաստան ստորագրելու։ Իդեպ ասեմ ձեզ, սովորաբար մի քիչ անլուրջ է այս գնահատականը աշխարհի միակ գերտերության կարգավիճակով երկրորդ երրորդ անձը գալիս է Հայաստանում ստորագրելու Հայաստանի հետ պայմանագրեր։ Սովորաբար նման դեպքերում Հայաստանի կամ մեր նման երկրի առաջին դեմքը իշտում էր ինքնաթիռի ծամն, ասենք Վաշինգտոնում։ Այո, եւ ոտքով, վազքով կամ հեծանիվով գնում էր պետ քարտուղարություն, որպեսզի ստորագրի այդ փաստաթուղթը։ Այսինքն իմաստային առումով երբևիցե որևիցե այլ պետություն, եթե ԱՄՆ-ի հետ պայմանագիր է կնքում, միշտ կնքվում է ԱՄՆ-ում եւ ոչ թե Հայաստանում։ Հիշեք անցյալ տարի օգոստոսի 8-ին Տրամպի ուղի Փաշինյան, Ալիև, Տրամպ մի մակարդակ էլ ներքև, ասենք պետ քարտուղարի մակարդակով։ Ասենք արտգործնախարարը կարող էր գնալ կամ նույն Փաշինյանը Մարկո Ռուբիոյի մոտ ինչ որ բան ստորագրել։ Մարկո Ռուբիոն չի որ պետք է գա Հայաստան ինչ որ բան ստորագրի։ Հա, հասկանալի է, չէ՞, ես ընկալելի եմ, չէ՞, բացատրում։ Այսինքն քաշային կարգերը ընդհանրապես անգամ չափելի էլ չեն։ Ուստի արձանագրենք, այդ ստորագրելը ինչ որ բաներ դա վարկանիշի հետ կապված է, որ քարոզչական դաշտում այս մայիս 28-ին զինվորական հաշվետվության հետ կապված շաղախ լինի եւ մեր երկրի քաղաքացիներին համոզեն, որ Միացյալ Նահանգները երաշխավոր է Հայաստանի անվտանգությանը 99 տարով ոնց որ Փաշինյանն էր ասում Տրամպի ուղին գործելու է, դա որից է ձեւ չի ազդելու ԱՄՆ-Իրան հարաբերությունների եւ ապագայում մոտ ժամանակներ ստորագրվող փաստաթղթի հետ, ուստև մեր ժողովուրդը կարող է դյուրին կերպով գնալ եւ Փաշինյանին ձայն տալ։ Ես կարծում եմ